Նախորդին Երևանում Հայաստանի եւ Ռուսաստանի փոխվարչապետների գլխավորությամբ տեղի ունեցել միջկառավարական հանձնաժողովի նիստը։ Այս պահին դեռևս հայտնի չէ, թե պաշտոնյաները հատկապես որ հարցերի վրա են կենտրոնացրել իրենց ուշադրությունը։ Մինչև Երևան գալը Ալեքսեյ Օվերչուկը, Ռուսաստանի փոխվարչապետը, խոսել էր Հայաստանի եւ Ռուսաստանի միջև նվազող առևտրաշրջանառության ծավալներից, նշելով, որ անցյալ տարի այն կազմել է 12.4 միլիարդ դոլար, այս տարի մինչդեռ այն հասել է նվազել է մինչև 6 միլիարդի, ինչը շատ զգալի անկում է։ Իսկ իրական պատկերը հետևյալն է. Հայաստանի եւ Ռուսաստանի առևտրաշրջանառության այս մեծ ամպագորգոր թվերը վերջին տարիներին մեծ մասամբ պայմանավորված էր ոչ թե բնական աճով, այլ ռուս-ուկրաինական պատերազմով եւ դրա հետևանքով վերարտահանմամբ։ Հայաստանը դարձել էր միջանցիկ հարթակ Արևմուտք-Ռուսաստան շղթայի մեջ, հատկապես ոսկու արտահանման միջոցով։ Հիմա այդ մեխանիզմը փակվել է, քանի որ Ռուսաստանը հանել է երրորդ երկրներ ոսկու արտահանման տուրքը, իսկ Հայաստանը մտցրել է արտահանման տուրք, որի արդյունքում Հայաստանով ոսկու արտահանումը դարել է պակաս ձեռնտու։ Սա է պատճառը 45-50% անկման, ինչը պարզապես հնարավոր չէր չկանխատեսել, որտեղ թղթով էր առևտուր ընդամենը, եւ դա չէր կարող մնալ եւ համարվել երկար ժամանակ իրական տնտեսություն։ Այստեղ է գլխավոր հարցը, եւ եթե Ռուսաստանն ասում է, թե ռուսական բիզնեսը զգուշանում է Հայաստանի եվրոպական ընտրությունից, թող պատասխանի, իսկ ինչ իրական ներդրում է արել Ռուսաստանը Հայաստանում, որտեղ են նոր գործարանները, տեխնոլոգիաները, աշխատատեղերը, եթե ուզում են իրական տնտեսության մեջ մասնակցություն, թող սկսեն ամենապարզից, վերագործարկեն այն ռազմավարական ակտիվները, որոնք դեռ 2002-ին պարտքի դիմաց բառից բուն իմաստով Քոչարյանի կողմից նվիրաբերվեցին Ռուսաստանին եւ 25 տարի է դրանք ուղղակի կանգնած են, այնտեղ Ռուսաստանը մեկ լումա նույնիսկ չի ներդրել։ Ահա դա կլինի ներդրում, արդյունքով եկամտի արդար բաշխմամբ նոր արժեք ստեղծելով։ Մնացածը պարզապես աղմուկ է։ Հայաստանին պետք է գործընկեր, որը այստեղ ստեղծում է արժեք, գործարան, տեխնոլոգիա, աշխատատեղեր, ոչ թե կառուցում է կախվածության, վախերի եւ շանտաժների համակարգ։